Արցախի հիմնահարցի միջազգային ներկայացման նոր ռազմավարություն։ Genesis Armenian Արցախի արտաքին գործերի նախկին նախարարների եւ դիվանագետների հետ այս թեման է քննարկել։ Նոր ռազմավարություն է անհրաժեշտ։ Ինչ վերցնել եղածից, ով է մշակելու եւ ինչպես։ Հարցերի շուրջ փակ քննարկումը տևել է շուրջ 2 ժամ։ Կարեն Միրզոյանը կարծում է, գործողությունների անցնելու բաղադրիչների մեջ կարևոր է աշխարհաքաղաքական զարգացումները, մինչդեռ չի նշանակում նստել ու սպասել դրանց։ Պետք է գործել ճկուն, աչքի տակ պահելով ռիսկերը։ Մենք այսօր ականատես ենք, որ աշխարհում իրոք շատ մեծ արմատական փոփոխություններ են տեղի ունենում։ Այդ ամենը հաշվի առնելով, իհարկե մենք կարող ենք խոսել, որ հնարավոր են զանազան սցենարներ, բայց դրանք պետք է միավորված լինեն մեկ գաղափարի շուրջ։ Այն է ապահովել արցախցիների անվտանգ վերադարձը եւ հնարավորություն տրամադրել արցախցիներին անվտանգ եւ արժանավայել ապրել իրենց պատմական բնակավայրում։ Մինչ Արցախի վերադարձի հարցը փակված է համարում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, Վահրամ Բալայանը հաջողություն է համարում Շվեյցարիայի խորհրդարանի բանաձևի ընդունումն ու նշում. սա օրինակ է դառնալու մյուս երկրների համար։ Միջազգային հանրությունը, այդ թվում նաև Եվրոխորհրդարանի վերջի բանաձևն էլ է դրա մասին խոսում, որ հարցը փակված չէ եւ քննարկման անհրաժեշտություն կա եւ կարծում եմ այդ ճանապարհով այսօր կարելի է գնալ, այսինքն անդադ խոսել դրա մասին, պատահական չէ, նայեք, տեսեք, պատահական չէ, որ Ադրբեջանը անդադ Հայաստանի Հանրապետության վրա ճնշումներ է գործադրում եւ ասում է, որ պետք է հրաժարվել երկկողմանի այդպես հայցերից, այսինքն միջազգային ատյաններում, դատարաններում եւ հայցերից։ Ինչի է նա այդպես ներկայացնում, որովհետեւ մենք բան ունենք հասցնելու, այսինքն իրենք էլ գիտեն, որ մենք բան ունենք հասցնելու, պահանջներ ունենք ներկայացնելու եւ այդ պահանջները ներկայացնելու պարագայում միջազգային կառույցները համապատասխան որոշումներ են կայացնում։ Արցախցիների վերադարձն ապահովելու համար Արցախի հիմնահարցի միջազգային ներկայացման նոր ռազմավարությունն անխուսափելի է, որը պետք է պետությունը մշակի։ Գործող իշխանության օրոք այն անհնար է։ Այդ բեռն իրենց ուսերին պետք է վերցնեն անհատները կամ անհատներից կազմված խմբերը, հասարակական կազմակերպությունները։ Genesis Armenia-ի հարկի տակ հավաքված գործիչների մեծամասնությունն այն քննարկելու պատրաստակամություն է հայտնել։ Կարծում եմ դուք որպես փորձառու դիվանագետներ, մարդիկ, որոնք պետության ինստիտուցիոնալ գործունեությունը շատ լավ հասկանում են, տիրապետում են, դասեր են քաղել նաև մեր թույլ տված սխալներից եւ այն վիճակից, որում հիմա ենք, այդ ամբողջը ֆիքսելով մենք պիտի նայենք առաջ ու փորձենք ձեր օգնությամբ, ձեր փորձի հիմքով նաև ստեղծել այն մեխանիզմը, որ մեզ հնարավորություն կտա հավաքական վերադարձի։ Այս քննարկումները հնարավորություն են տալիս անհատական գաղափարներից ընդհանրական տեսակետ ձևավորել։ Շատ կարևոր է գիտակցել, որ դա միայն Արցախի հայության օրակարգում լինելով չի կարող իրականացվել։ Շատ արժեքավոր է այդ թեման եւ շատ ավելի իրականանալի է, եթե մենք կարողանանք այս խնդիրը դարձնել համահայկական օրակարգի մի մաս։ Արցախի հարցը ոչ թե աշխարհաքաղաքական զարգացումներին հակասող ընթացք պետք է ստանա, այլ հակառակը, համընթաց շարժվի, բայց անկախ ստեղծված վիճակից Հայաստանի իշխանությունը պետք է գործի։ Մենք գալիս ենք Հայաստանի քաղաքական դասի իշխող վերնախավի գործունակության խնդրին, եթե գործունակ ենք, ապա կարող ենք օգտագործել։ Եթե ոչ, ապա ցանկացած շրջադարձ մեր համար նոր ռիսկեր կծնի եւ նոր վտանգներ կպարունակի իր մեջ։ Արցախցիների վերադարձը հնարավոր է։ Արցախի հիմնահարցի միջազգային ներկայացման նոր ռազմավարություն մշակելը կարևոր։ Արցախի արտաքին գերատեսչության ներկայացուցիչների հանդիպում քննարկումները Genesis Armenian շարունակական է դարձնելու։ Անիա Բախյան, Սեդա Մակարյան, Մհեր Դավթյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։